Եթե նայում ես այս վիդեոն, ուրեմն YouTube-ը ինչ որ ձեզ մեզ կապել է։ Եթե հավանես այն ինչ որ տեսնես ու լսես, անպայման բաժանորդագրվիր ու լայքիր, որ հետո շատ ավելի լավ բաներ տեսնես ու լսես որակով։ Իսկ ինչ վերաբերվում է այսօրվան, մենք կլուսաբանենք Բավարիայի չեմպիոնությունն ու Մյուլլերի հրաժեշտը, Տրենտին լավով չեն հիշելու, Բարսայի կլասիկոն ու Ռեալի ֆիասկոն, Ալեքսանդր Սյորլոտը պուլիմյոտ է գնել։ Ֆուտբոլային աշխարհը քեզ կհիշի որպես թեթև ապրող ու ֆանտաստիկ ֆուտբոլիստ։ Դու կյանքն ես սիրում, կյանքն էլ քեզ, կյանք։ Նախորդ տարի Բավարիան չեմպիոն չհռչակվեց, դրա համար կատաղած էին։ Այս տարի նախապես ժամանակից շուտ հռչակվեցին Բունդեսլիգայի հաղթող։ Нет, сэр, нет, отнюдь нелегко. Այս չեմպիոնությունը առանձնահատուկ էր երկու հոգու համար՝ Թոմաս Մյուլլերի եւ Հարի Քեյնի։ Գերմանացին իր կարիերան ավարտեց Մյունխենում։ Այն այնքան երկարաժամկետ է, այնքան բազմաշերտ է, որ մի առանձին վիդեո կարելի է պատրաստել։ Եթե համաձայն եք, ապա բութիկները վեր։ Բայց ինձ ամենաշատը այս գերմանացու թեթև ապրելակերպը, հումորով լի կյանքն է դուր գալիս, որը փոխանցվում է նաև ֆուտբոլի մեջ։ Ահա մի փոքրիկ դրվագ նրա չարաճճիություններից։ But yeah, we in Bayern we have Robert Lewandowski. You know, Robert Lewandowski. Մեկ էլ Հարի Քեյնը կարիերայում հազարավոր գոլեր խփելուց հետո վերջապես տիտղոս նվաճեց։ Շնորհավոր աղբերս։ Տարոսը հավաքականին լինի, Անգլիայի։ Ով է խաղում? Բարսելոնան։ Ապեր, դե մի 7 հատ կուտի, մի այդքան ու +1 էլ կխփի էլի։ Ոնց ինչի։ Իրանք չեն պաշտպանվում, որ նոր սերունդներ ունենան, չես հասկանում։ Խելահեղ կլասիկո, որն ավարտվեց 3-4-ի վրա։ Բարսելոնան 14-րդ րոպեի դրությամբ արդեն 2 գոլ էր ընդունել։ Նույն բանն էր համարյա Ինտերի հետ խաղերում, ու այս ամենը հունից հանեց Ռաֆինիային, որը այս թեմայով շատ անկեղծ է եղել մեր եթերում։ Այս 3-4 խաղա տեսնում եք, 2 գոլ ուտում ենք, հետո քամբեք ենք անում, հետևներս ճղելով հետ ենք գալիս։ Ինտերի հետ պճղովի դեղց էինք դարձել, Ռեալի հետ համարյա սամասուտ էինք լինում, էլ չդիմացա, գնացի ընկեր Ֆլիկի մոտ, ասացի պարոն Հանս, ինչի ա որ 2 հատ ուտում ենք, նոր սկսում ենք խաղալ, այսի ասում թե բա Լապորտայի հետ գրոզ եմ եկել, որ ամեն մրցակցի 2 գոլի ֆորա եմ տալու, գամ կրեմ։ Արա ասում եմ, բայց Ինտերին կրվանք։ Ասում հա, խաղից առաջ ֆորա էի տվել, խաղից հետո էլ որա տվեցի Լապորտային։ Չնայած բրազիլացու բորբոքված վիճակի, նրանք ամեն դեպքում կարողացան ավելի շատ խփել, քան Մբապեն, որը մենակով 3 գոլ խփեց Բարսային։ Ուրախ ես, որ 3 գոլ ես խփել, թե տխուր ես, որ այս տիպի տխուր վիճակում եք։ Թիերի Անրին էլ գովասանքների տարափ է սկսել Բարսելոնայի հասցեին։ Տեսակ ինչ կատարվեց, եկեք անկեղծ լինենք, լավագույն թիմը հաղթեց, նրանք խաղում էին Ռեալի ու որոշ անհասկանալի որոշումների դեմ, բայց դա չկանգնեցրեց նրանց։ Բարսան խաղում է ֆուտբոլ, որը հաճույք է պատճառում, ինչը չէի զգում վերջին տարիներին ֆուտբոլից։ Ռեալի համար կլասիկոյում վերջին հույսը խմբակային ծամոն ծամելն էր։ Չէ, կատակը կատակ, բայց մրցաշրջանի սկզբին կորցնել Տոնի Կրոս եւ Կարվախալ ու նրանց փոխարեն համարժեք կամ գոնե համարժեք ֆուտբոլիստ չբերել թիմ, դա քծիպություն է, քծիպություն, պարոն Ֆլոր։ Իսկ Ալոնսոն, որի Ռեալի մարզիչ դառնալը հայտնել է անձամբ Ռոմանոն, թիմ կկառուցի Վալվերդեի, Մբապեի, Բելինգեմի եւ Արնոլդի շուրջ։ Իդեպ Արնոլդը նրան սուլում էին Էնֆիլդում։ Լիվերպուլը Արսենալի հետ ոչ ոքի խաղաց, բայց Արնոլդը ակնհայտորեն պարտվում էր երկրպագուներին։ Եթե մի օր Արնոլդը Էնֆիլդ վերադառնա որպես մրցակից, տրիբունաներից այս երգն են երգելու։ You are walk alone, debil։ Գերմանիայի չեմպիոնը որոշված է, իսկ Բայերը աննման է։
Այսինքն իրեն ընդհանրապես նման չի։ Նրանք պարտվեցին Բորուսիային 4-2 հաշվով։ Ալոնսոն Ռեալ կգնա շատ տխուր, իսկ Նիկո Կովաչին ռեսպեկտ Բորուսիային վերանորոգելու, վերակառուցելու, վերամբարձելու համար։ Հալալա օպար։ Վերջում իհարկե պետք է ընդգծել շաբաթվա կամ վերջին օրերի գլխավոր հերոսներից մեկին։ Ալեքսանդր Սյորլոտը 4 գոլ ուղարկեց Ռեալ Սոսիեդադի դարպասը ընդամենը 30 րոպեում։ Ասում են նա առաջնագծից պուլեմյոտ էր բերել, միացրեց բոլորին, սվաղեց պատերին, բայց ուշ էր, արդեն ամեն ինչ որոշված է։ Այսօրվա համար այսքանը։ Եթե հավանեցիք, հավանեք անպայման տեսանյութն ու բաժանորդագրվեք։ Իսկ մենք մի քանի օրից էլի կհանդիպենք։ Լավ եղեք։